Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ եւ մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։ Քննարկվել են աշխատանքային 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքագրումների գործընթացը տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։ Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-ից 21 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ձևական աճուրդներով եւ ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օտարել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների գոտում գտնվող օտարման ոչ մի շարք հողատարածքներ, որոնք ըստ Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի հանդիսացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։ Նշված ապօրինի գործողությունների հետևանքով Աբովյան համայնքին պատճառվել է էական վնաս, անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Բացի այդ, վերը նշված համայնքի ղեկավարը եւ համայնքապետարանի աշխատակիցը Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերի աճուրդների կապակցությամբ կազմել եւ շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ, որոնցում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացել, որոնց մասնակցել են մի շարք անձինք։ Մինչդեռ իրականում աճուրդները սահմանված կարգով չեն կայացել, իսկ աճուրդային գործերում հաղթողից բացի այլ մասնակցի անունով լրացված հայտեր չեն համապատասխանել իրականությանը։ Կեղծվել են նաև աճուրդին մասնակցելու վերաբերյալ դիմողների ստորագրությունները, իսկ աճուրդային գործում որպես հաղթող չճանաչված մասնակիցը չի մասնակցել աճուրդին։ Վերը նշված հանցանքների համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով 21 դրվագ, 314-րդ հոդվածի առաջին մասով 6 դրվագ, 196-րդ հոդվածի առաջին մասով 2 դրվագ, իսկ նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակցին նույն օրենսգրքի 38-ից 308-րդ հոդվածի 2-րդ մասով 6 դրվագ, 314-րդ հոդվածի առաջին մասով 6 դրվագ եւ 38-ից 196-րդ հոդվածի առաջին մասով 2 դրվագ։ Համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում 49.178.000 դրամը վերականգնվել է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տոնական միջավայրում եւ հերթական գեղեցիկ ցուցահանդեսով Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց ՀՕԱԿ-ը նշել է հիմնադրման 50-րդ տարեդարձը։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կայացած հոբելյանական միջոցառմանը ներկա են եղել գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն գեղանկարիչ Սամվել Սևադան, աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից, հյուրեր եւ արվեստասեր բնակիչներ։ Տեր Մաշտոց Քահանա Բաբայանի օրհնությամբ մեկնարկել է հոբելյանական միջոցառումը, որի ընթացքում գեղարվեստի դպրոցի տնօրեն Արմինե Եղիազարյանը, Սամվել Սևադան, հյուրերն ու ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել շնորհավորանքի ու շնորհակալական ելույթներով, գնահատելով գեղարվեստի դպրոցի առանցքային դերը Աբովյան համայնքի մշակութային կյանքի եւ արվեստի զարգացման գործում։ Ներկաները առանձնահատուկ ընդգծել են մանկավարժների ներդրումը սաների գեղարվեստական կրթության եւ գեղագիտական ճաշակի ձևավորման հարցում, ապա շրջել են ցուցասրահում, վայելելով տաղանդավոր մանկավարժների եւ սաների գեղեցիկ ստեղծագործությունները։ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի հիմնական ֆինանսական ուղղությունները, ընդգծելով, որ առաջիկա տարում նախատեսվում է աճ ինչպես բյուջեի, այնպես էլ համայնքային աջակցության ծրագրերի մասով։ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ծրագրերի համար հաջորդ տարի պետական բյուջեից կհատկացվի 142.8 միլիարդ
դրամ։ Ամենախոշոր բաղադրիչը տարածքային զարգացման ծրագիրն է 131.5 միլիարդ դրամ բյուջեով, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 17 միլիարդ դրամով կամ 8.9%-ով նշել է նախարարը։ Խուդաթյանի խոսքով տեղական կառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակում 2026 թվականին համայնքների համահարթեցման դոտացիաները կկազմեն 107.9 միլիարդ դրամ, ինչը շուրջ 10%-ով կամ 9.7 միլիարդ դրամով ավելի է այս տարվա ցուցանիշից եւ 26.5%-ով նախորդ տարվա համեմատ։ Նա նաեւ անդրադարձել է մարզերին տրվող սուբվենցիաների բաշխմանը, ընդգծելով, որ 2026-ին կառավարության առաջնահերթությունները հստակեցվել են։ Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին տրամադրվող սուբվենցիաների համար նախատեսվել է 17.7 միլիարդ դրամ։ Վերջին նիստերից մեկում կառավարությունը փոփոխություններ է հաստատել, հստակ նշելով այն ուղղությունները, որոնք կդիտարկվեն որպես առաջնային։ Դրանք են դպրոցական եւ նախադպրոցական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագրերը, ճանապարհաշինարարական աշխատանքները, գազամատակարարման, ինչպես նաեւ խմելու եւ ոռոգման ջրի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, նշել է Խուդաթյանը։ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելափակման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին այցելել է ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՕԱԿ-ի Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։ Ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ակտիվ խզվածքային գոտիները, սպիտակի երկրաշարժի դասերն ու սեյսմիկ խոցելիության նվազեցման ուղղված քայլերը, ինչպես նաև ՊՕԱԿ-ի ընթացիկ ծրագրերը, սարքավորումների արդիականացման գործընթացը, արտերկրում երիտասարդ մասնագետների պատրաստման հեռանկարները։ Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք սեյսմիկ անվտանգության թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ռոբերտ Ֆլոյդը բարձր է գնահատել սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի սեյսմիկ կայանի դերը ոչ միայն աշխարհում տեղի ունեցող խոշոր երկրաշարժերը, այլև միջուկային գաղտնի փորձարկումները գրանցելու եւ դրանց վերահսկողությունն ապահովելու հարցում։ 1991 թվականից Գառնիի սեյսմիկ կայանի գրանցած տվյալներն արբանյակային կապով փոխանցվում են նաև Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիա եւ կազմակերպության միջազգային կենտրոն։ Պատվիրակության անդամները շրջել են դիտարանի թունելախորշում, ծանոթացել իրական ժամանակում սեյսմիկ տվյալների գրանցման գործընթացին։ Ուրախ ենք, որ տարածաշրջանում կա այսպիսի կառույց, որն անխափան եւ բարձր որակով տվյալներ է գրանցում։ Կարծում եմ դեռ միասին անցնելու բավական երկար ճանապարհ ունենք, նշել է գործադիր քարտուղարը։ Կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը սահմանվելով 500.000 դրամ։ Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում, անդրադառնալով падգամավորների հարցերին։ Թորոսյանը ծնելիության խթանման ծրագրերից նշել է ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխայի համար նպաստի ծրագրի մասին։ Ամենայն հավանականությամբ շուտով ազգային ժողով կուղարկենք օրենքի նախագիծ, որով երրորդ եւ հաջորդ երեխային մինչեւ 6 տարեկանը 50.000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ, ասել է Թորոսյանը։ Նրա խոսքով անապահովության համակարգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմազավակ 4 եւ ավելի, 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ։ Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը բոլորին դարձնել 500.000 դրամ, առաջին եւ երկրորդ երեխաների 300.000 դրամների փոխարեն, ասել է նախարարը։ Այս պահին ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում 300.000 դրամ է, երրորդ եւ չորրորդ երեխայի համար 1 միլիոն դրամ, 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու պարագայում 1.5 միլիոն դրամ է տրամադրվում ընտանիքին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվել է Հայկ Բաբայանը։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն սահմանադրության 133-րդ հոդվածի առաջին մասի, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի եւ զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի Հայկ Բաբայանին 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, ասված է հրամանագրում։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-ից 31-ին, համաձայն որի բացահայտվել է 88 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հոկտեմբերի 31-ին ավտովթարը տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, ժամը 9-ի սահմաններում Հրազդան քաղաքի միկրոշրջան Թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար գազելը եւ Opel Magnishi ավտոմեքենան։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացում օրերս ինչ պարզեցումներ են կատարվել։ Հարգելի քաղաքացի, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը վերջին օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է։ Եթե դուք 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարատու եք եւ ձեր եկամուտները բաղկացած են բացառապես այնպիսի եկամուտներից, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը առկա է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, օրինակ ՀՀ գործատուից ստացված ձեր աշխատավարձից, ապա հարկային մարմինը ինքնաշխատ կերպով կնախալերացնի ձեր հայտարարագիրը։ Եվ եթե մինչև հայտարարագրի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը չներկայացնեք այն, ապա վերջնաժամկետի ավարտից հետո այն կհամարվի ավտոմատ ներկայացված։ Սակայն կարևոր է իմանալ, որ եթե ցանկանում եք օգտվել կրթության եւ առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից, ապա պետք է մուտք գործեք հայտարարագրման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեք ձեր նախալերացված հայտարարագիրը։ Միաժամանակ հիշեք, որ եթե ունեք այնպիսի եկամուտներ, որոնք տեսանելի չեն Պեկին, ապա մինչև հայտարարագրման վերջնաժամկետը պետք է մուտք գործեք հայտարարագրման համակարգ եւ լրացնեք ձեր հայտարարագիրը։ Նյու Յորքում առատ տեղումները ջրհեղեղների պատճառ են դարձել։ Ջրածածկ են եղել մետրոյի կայարանները, փողոցներ։ Միջազգային մամուլը գրում է, որ աղետի հետևանքով առնվազն 2 մարդ է մահացել։ 39-ամյա եւ 43-ամյա տղամարդկանց փրկարարները հայտնաբերել են ջրածածկ եղած նկուղային հարկերից։ Ոստիկանությունը հետաքննում է 2 դեպքերն էլ։ Նյու Յորքի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ 5-շաբթի օրը Նյու Յորքի կենտրոնական այգում տեղացել է 1.8 դյույմ անձրև։ Նախնական տվյալներով դա կգերազանցի 1917 թվականին սահմանված ռեկորդը։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ցմինդալարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, մարզերում նոյեմբերի 1-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։